Ողջույն բոլորին։ Բարև ձեզ։ Այսօր մենք գնում ենք մանգալու։ Լավ ժամանակ անցկացնելու, լավ տեղեր։ Միասին գնանք ձեզ ցույց տանք, իսվենք մեր օրով։ Չէ՞։ Գնանք։ Մեզ բարի ճանապարհ։ Կտեսնվենք։ Բլութութ մենք միացնում ենք իրոք ցանկանում եք որ ուրախ զվարթ գնանք։ Ուրախ զվարթ գնում ենք։ Ուրա։ Դիտես կապի։ Ով լավ երկեր ունի։ Դիտես DJ-ը դու ես արյա։ Դեչո։ Մենք շարժվել ենք։ Սիրելի հետևորդներ, մենք արդեն հասել ենք Ծաղկաձոր, այժմ գտնվում ենք Կեչարիս վանական համալիրի մոտ։ Այսա կմտնենք, կպտտվենք, ձեր համար է կնկարեմ, իրականում ես Ծաղկաձոր երկրորդ անգամ եմ գալիս, մի անգամ եմ եկել, բայց չեմ պտտվել, հիմա օքեյ, հիմա մտնում ենք, համ կպտտվենք, համ կտեսնեմ, համ էլ ձեզ ցույց կտամ, գնացինք։ Իրականում իմ հիմիկվա այս հոգեբանական իրավիճակում շատ պետք է, որ ես դուրս գամ, ցրվեմ, միշտ մտածել եմ, չէ, ես ինքս ամեն ինչ կհաղթահարեմ, ես ինքս իմ դժվարությունները կհաղթահարեմ առանց որևէ օգնության, առանց որևէ տեղ գնալու, բայց երբեմն սենց ավելի հեշտ է, սենց ավելի ճիշտ է, ու ես շատ ուրախ եմ, որ այսօր իմ ընկերուհիների հետ եկել եմ այստեղ, իրանք իմ համար առիթ ստեղծեցին, այսպես ասած, որովհետև իսկապես շատ հաճելի է, չնայած եղանակը մի քիչ սառն է, բայց այնքան հանգստություն, այնքան խաղաղություն կա այստեղ, որ կարողանում եմ մոռանալ ամեն ինչի մասին։ Ես միշտ ինձ ուժեղ եմ պատկերացրել, բայց ես ավելի ուժեղ եմ, քան ես գիտեի, ու ինձ միշտ հետաքրքրել է, թե ես ինչ տաղանդում եմ։ Այս մեկը հաստատ ես ունեմ շատ ուժեղ դիմանալու կարողություն, ես ամեն ինչի դիմանում եմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա Անժելն ընկավ պենջակը տլվիկալ։ Այս Անժելը չի մրսում, իր շորերն էլ է տվել, որ ես հագնեմ, իր արյունը վառվում է, եռում է։ Հա, ես էլ ստեղ սառում եմ։ Հա, դե ժողովուրդ ջան, դուք երևի գիտեք, որ Ծաղկաձորը միշտ էլ Երևանից ցուրտ է։ Ես Երևանի sense դրամադրվածությամբ եմ եկել։ Մի խոսքով հիմա այս Անժելը ասում է կգնանք զիպլայն կթռնես, հետո նոր հաց կուտես, որ զիպլայնի ժամանակ խիրածդ հետ չտաս։ Ու ես ասում եմ, չէ, եթե ես հաց չուտեմ, ես վատ տրամադրությամբ զիպլայն չեմ ուզի թռնեմ, որտեղ վիդեոների մեջ ես կլնեմ։ Տխուր։ Նայից որ պետք է հաց ուտել, հետո նոր գնալ։ Իդեպ տեղ շատ սիրուն է, որ շատ մաքուր օդ է։ Վերջապես մենք հաց ենք ուտել։
Ես չեմ Հայաստանը որ եկել արդեն։ Չէ, ես այս արշավների ամենաշատը հենց ուտելն եմ սիրում։ Մերսի։ Ես բգլոտ չեմ ուղղակի շատ սովոց եմ։ Ծառ ինչա։ Ես կարտոշկա ցանողի կնիկ պետք է։ Կարտոշկա։ Լավ է լիզա։ Մենք անք մնացածը շարունակել։ Ժողովուրդ մենք գնում ենք zipline թռնելու ու ես կյանքում առաջի անգամ ճիշտ է ես էքստրեմիստ սիրահար եմ, բայց կյանքում առաջի անգամ պետքա թռնենք ու չգիտեմ ինչ զգացողություններ կլինեն սիրտս Դիք մոյնի 15 րոպե պետք է սեթելիկ։ Չէ, այդքան էլ մեծ չի։ Ողորկ ջան, հիմա մենք լեռնագնացներով բարձրանում ենք, որ հետ գնանք ընդ մի խոսքով ես առաջի անգամ էի zipline նստում, շատ հավես էր, ինձ թվաց ես վախենում եմ, բայց ես չեմ վախենում, շատ հավեսներ, ադրենալին կար, էքստրիմ կար, մի խոսքով եկա քիչ էր մնում մեջտեղը մնայ, որովհետև թեթևա քաշես, բայց լավ է, կարացա բռնեմ պարանը ու եկա հասա տեղ, հիմա բարձրանում ենք դեպի Սարը, որպեսի հետ գանք, աղջիկներ ինչպես եք? Շատ լավ! Գնացինք։ Դուք չեք պատկերացնում ես ինչքան ուրախ եմ, որ այսօր եղանակը լավն է, որովհետև քանի օր առաջ ընկերներից, նաև թայվանցի ընկերներից շատերը եկել են Սեյվան, Ծաղկաձոր ու եղանակը լավ չի եղել, մրսել են, ու լրիվ չեն վայելել, բայց հիմա որ սենց եղանակը լավ է, ես անչափ ուրախ եմ։ Պետք է բարձրանանք։ Ասում եմ նայեք հետ, ու մի անգամից նստենք, տվես ծխեց մեզ, բավոր չկարանենք նստենք։ Ինչ ուրախ եմ այսօր, որ եկել ենք։ Կանա, ես ամեն համար տխուր եմ։ Խի, մենակա նստենք։ Ստեցիր ու նա իշնելուց։ Կոֆեի կռիվ են անում ժողովուրդ ջան, եկել ենք հաղարծին, սաղ կոֆեի կռիվ են անում։ Ինձ քաղցր չկայել է, բայց այսօր բացառություն կանենք, հուսամ իմ բժիշկը չի նայում իմ վլոգները։
Եկել ենք հաղարծին եկեղեցի ու մեր ժողովուրդը ոնց որ երկար ժամանակ կոֆե չեն խմում ու չեն դիմանում։ Ինչ լավ է որ ես կոֆեից no Խմյոնը դու Ես քեզ ջերկեմ։ Հա? Առանց շաքարի։ Չէ, не надо։ Էդի դու։ Հա? Հալա։ Երկու կում։ Օ, ջերկիներս։ Պիվա նորաբա պիվա։ Չանես հիմա չփարմեջում պիվա կառնենք ու Всё։ Ես ուրեմն всё։ Միկում։ Ես մեծ հույս ունեմ, որ իմ բժիշկը չի նայում իմ վլոգներով, եթե կարողանամ քաղցր ուտեմ այսօր մի քիչ։ Ես ուղիղ մի ամիսա տես նորմալ քաղցր չեմ կերել։ Այո։ Հարսանայում, ասիստենտ կան հարսանայում ինձ։ Հացին քլապ։ Սիրունո, նայեք մի հատ խնդրում եմ։ Ինչ բնություն, շոտ սիրուն, այսա գինենք ընտայից նկարվենք։ Նկարները կգցեմ Instagram, կարող եք մտնել նայել ժողովուրդը։ Շոտ սիրուն, ոստեղ օնոստեղ շոտ սիրուն է։ Ժողովուրդ ջան, այս դիլիջանը ահա որ տարօրինակ տեղ է։ Մենք մի քիչ առաջ վերևն էինք Պարս լճի մոտ ու ահա որ օնձրև էր քոլի շատ ուժեղ անձրև, բայց ես որոշել եմ որ այսօր այնտեղ մի հատ վիդեո պետք է նկարեմ։ Գնացի ուզեցա որ վիդեո նկարեմ, մի անգամից բացվեց լիճը, անկեղծ եմ ասում, մի անգամից բացվեց, ինձ օրևի ճառագայթները ընկավ, վիդեո նկարեցինք, բրծանք մի անգամից մառախուղ իջավ։ Ու հիմա իջել ենք Դիլիջանի կենտրոն, դա քաղաքային զբոսայգու մոտ ու տեսեք ինչ օրև, ինչ լավ եղանակ։ Պատրաստում ենք նկարվենք ու շարունակենք հետ գնալը։ Կծուն շատ։ Շաուրմաներն են եկել։ Ես ուղղակի մեծ հույս ունեմ, որ իմ բժիշկը չի տեսնի ես ինչեր եմ ուտում։ Ոչ չհայնանամնես, բայց երկար ժամանակա չէի կերել։ Մի խոսքով մենք արդեն ոնց որ վերջի կանգառնա չէ, ստեղ մեր, հա, վերջի կանգառնա, գտնվում ենք որտեղ ծովագյուղ չէ, ծովագյուղ, այնուհետև շարունակում ենք դեպի հրապարակից էլ դեպի ձև կհասնենք տուն։ Ուշուցնատը։ Սիրելիներս, մեր տուրը ավարտվեց և մենք վերադառնում ենք Երևան։ Լիդուշ ոնց անցավ։ Աննա ոնց անցավ։ Երեխեք ոնց անցավ։ Շատ լավ։ Գնացինք տուն։